2024 թվականին Երևանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են մոտ 117 միլիարդ դրամ, կատարողականը ավելի քան 103%։ Քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1%-ով ավելի է հավաքել։ 2024-ին պետական բյուջեից Երևան քաղաքին տրամադրվել է 955 միլիոն դրամի սուբվենցիա, նվազել են դոտացիաները, իրականացվել է 113,7 միլիարդ դրամի ծախս, ինչը նախատեսվածի 94,5%-ն է։ Քաղաքապետի գնահատմամբ սա վերջին շրջանի համար ռեկորդային ցուցանիշ է։ Ընդհանուր առմամբ մենք գերակատարել ենք մեր եկամուտները պլանավորված մոտ 13%-ով, մենք ռեկորդային ծավալի աշխատանքներ ենք իրականացրել ոչ միայն կատարողականի տոկոսի առումով, որը կազմել է 94%, եւ նախորդ այսպես ասած վիճակագրությունը երբ որ բացենք տեսնենք որ կրկին ռեկորդային թիվ է, այլ նաև ծավալով, այսինքն այս ծավալի աշխատանքներ, այս ծավալի պլանավորած աշխատանքներ Երևան քաղաքում ուղղակի նախորդիվ երբևէ չեն եղել։ Երբևէ չեն եղել նման ծավալի խցանումներ, շինարարության տեմպը հուշում է, որ օրինակ Դավթաշենի կամրջի հատվածում դրանք խորանալու են, մտահոգ են օրենսդիրի անդամները։ Ավինյանը լուծում տեսնում է, զարմանում, որ նախկինում շրջանցիկ ճանապարհի հարցը չի քննարկվել, որը կմիացնի Թբիլիսյան խճուղի Եղվարդի խճուղի ճանապարհահատվածը, եւ երկու կամուրջների կառուցումը էականորեն կթեթևացնի Դավթաշեն կամրջի ծանրաբեռնվածությունը։ Եվ որ մենք Սևանի մայրուղով M4-ով գալիս ենք, մտնում ենք Թբիլիսյան խճուղի, մեզ ընդամենը մեկ հանգույց է պակասում, որպեսզի մենք մտնենք ամբողջական շրջանցիկ, հյուսիս-հարավի շրջանցիկ, եւ սա հենց այս Թբիլիսյան խճուղի, Եղվարդի խճուղի միացումն է։ Մենք կարծոք կարող ենք օրենքով արգելել, ձեր օրինակ կարծիքն այնց է դարքիր, որ ընտրություններից առաջ մետրոյի զարգացման մասին այլևս ոչ մեկ իրավունք չունի ոչ մի խոստում տալ։ Բայց ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել, որովհետեւ ամենաբարդ հատվածը կարծում եմ անցել ենք։ Ամենաբարդը նախագիծը ստանալն է, որը բոլոր փորձաքննությունները անցել է։ Ավինյանը խցանումների խնդրի լուծումն անմիջականորեն կապում է մայրաքաղաքում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության հետ, նկարագրում է դրա զարգացման պլանը, միջազգային փորձից ու աջակցությունից են օգտվում։ Պետք է որոշակի սահմանափակումներ մտցնենք փոքր կենտրոնում ավտոմեքենաների համար, դա էականորեն հետիոտնային տեղաշարժի հոսքն է փոխում։ Մենք պետք է էականորեն բարելավենք, այսինքն ստեղծենք, չունենք մենք այդ ենթակառուցվածքը, ստեղծենք հեծանիվների համար համապատասխան ենթակառուցվածքներ, եւ այս շղթայով հետո տենց բարձրանում է հաջորդը հանրային տրանսպորտն է, որտեղ ունենք ձեռք բերվելիք 250 էլեկտրոավտոբուսներ 18 մետրանոց, եւ դրանից հետո նոր գալիս է մեքենան, այսինքն եւ այս ավտոբուսների գծերն ենք շարունակում ավելացնել քաղաքում, շատ շուտով դուք տեսնելու եք նաեւ նոր ավտոբուսային գծեր Երևան քաղաքում, այսինքն մարդը պետք է իմանա, որ լավագույն միջոցը Երևան քաղաքով տեղաշարժվելու որոշ դեպքերում հետիոտնային տեղաշարժն է, որոշ դեպքերում հեծանիվն է եւ մնացած դեպքերում հանրային տրանսպորտը։ Ըստ քաղաքապետի վճարելու պատասխանատվությունը պետք է մեծանա, այս պահին 20%-ն ունի պատասխանատվություն, մնացած 20%-ին օրենքով կստիպեն վճարել, նախագիծն արդեն ազգային ժողովում է։ Որպեսզի հասկանաք մեր համակարգերը ինչ աստիճանի ենք արդեն հասցրել, մենք ունենք ավտոբուսների մեջ տեսախցիկներ եւ ունենք նաեւ դռների վրա տեսախցիկներ բոլոր ավտոբուսների եւ ունենք համակարգ, որը հաշվում է, թե քանի հոգի մարդ մտավ ավտոբուս, քանի հոգի դուրս եկավ։ Ունենք համակարգ, որը հաշվում է, քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, իսկ քանի հոգի ուղակի կողքով անցավ։ Բավականին հնարամիտ ժողովուրդ ենք եւ նույնիսկ այդ շատ զարմացած դեմքն էլ կարող ենք անել, էլի այդ ընթացքում, երբ որ SASI QR կոդն ենք մոտեցնում։ Խիտ երթևեկությունը նաև խիտ կառուցապատման պատճառով է, արդյոք Օրբելի փողոցում ավելի քան 30 հարկանի 5 շենքերի կառուցապատման ծրագիրը իրականությանը համապատասխանում է։ Այս տարածքի վրա կառուցապատվի այդ 40%-ը, թե այդ 40%-ի փոխարեն կառուցապատվի 18%-ը, ենթադրենք, բայց հարկայնությունը ավելի բարձր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն մեր ընդհանուր
քաղաքականությունը կայանում է նրանում ոչ թե որ ավելի խիտ կառուցապատեք ժողովուրդ ջան, այլ ավելի նոսր կառուցապատեք, բայց թույլ կտանք ավելի բարձր որոշ դեպքերում։ Ավելի բարձր կառուցապատումն ավելի թանկ արժե, եւ եթե ներդրողներ են լինում, քաղաքապետարանը չի մերժում։ Անցած տարի այդ ոլորտից հավաքվել է 24 միլիարդ դրամ։ Քաղաքապետարանը քննարկում է նաեւ երկնաքերներ կառուցելու ցանկություն հայտնողներին նորագյուղ թաղամաս ուղղորդելու տարբերակը։ Քաղաքաշինության ոլորտը կարգավորելու նպատակով քաղաքապետարանն ընդունել է նոր գլխավոր հատակագիծ, որով բակային տարածքներում դրել են սահմանափակումներ։ Ստեղծվել է 5 հոգանոց քաղաքաշինական խորհուրդ, որն էլ որոշում է, թե որ ծրագիրը պետք է իրականացվի։ Հիմա օրինակ Փարիզի Լիոնի օրինակով իրականացնում ենք որոշակի քառակուսի մետր կառուցվող տարածքի համար կոնկրետ ծառատեսակների քանակի ֆիքսում ու տեսակների ֆիքսում։ Կլիմայական փոփոխություններին զուգահեռ խնդիրը դարձել անձրևաջրերի հեռացման հարցը։ Արմենուհի Գյուրեղյանը հարցրեց, ինչ է արվում խնդիրը լուծելու համար։ Ֆիքսենք, որ հիմա Երևան քաղաքում օրինակ 20 րոպեում կարող է գալ տենց 2 ամսվա անձրևը եւ այս անոմալ վիճակ է, այսինքն կլիմայական փոփոխություններով է պայմանավորված։ Շատ քաղաքներ կան, որ այսինքն իմաստ չունի այդ ծավալի անձրևատար եւ հեղեղատար համակարգեր ստեղծել, որովհետեւ այդ մի անգամ այդ անոմալը որ եկավ, այսինքն պետքա համակերպվես դրա հետ եւ ինչ որ այլ լուծումներ փնտրես, որովհետեւ այդ ենթակառուցվածքի վրա այդ աստիճան գումար ծախսելը արդեն շատ մեծ գումարների մասին խոսքը գնա։ Ավինյանի զեկույցից հետո ներկայացվեցին մարզպետների աշխատակազմերի կատարողականները։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սյունիքի մարզպետին հարցրեց, արդյոք հաջողվում է բնականոն գործունեություն ծավալել հաշվի առնելով սահմանին կրակոցները։ Գորիսը իր մի քանի գյուղերով դանդաղ ուշքի է գալիս եւ զբոսաշրջության ոլորտը զարգանում է, հետեւաբար որքան շատ մենք աղաղակենք կրակոցի ձայների մասին, այնքան քիչ մարդ ցանկություն կունենա գնալ եւ դրանով մենք ինքներս վնասելու ենք հենց մեր համայնքներին եւ մեր տնտեսվարողներին։ Ես կարծում եմ, որ ճանապարհը մեկն է, պետքա ամեն օր աշխատենք, ենթակառուցվածքները զարգացնենք եւ հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան գործունեություն ծավալել, դե իսկ անվտանգային իրավիճակի միակ լուծումը իհարկե խաղաղությունն է, որը որ հույս ունենք մոտ ապագայում տեղի կունենա եւ այս խնդիրը մեկընդմիշտ կլուծվի։ Բոլոր մարզերում են իրականացվում ծրագրեր, իսկ Գյումրու ավականու ընտրություններից հետո այստեղ ծրագրերը ոչ միայն չեն ընդհատվել, այլև ավելի լայն թափով են ընթանում, վստահեցրեց մարզպետը։ Գյումրի քաղաքի դոտացիան, ինչպես որ նախկինում, նույն ձևով էլ հիմի շարունակվում է աճել, այդ թվում նաև գիտեք խնդիր ունենք մենք ավականիների հետ կապված նիստեր տեղի չեր ունենում եւ սուբվենցիոն ծրագրերը չեր ներկայացվել, հիմա արդեն թվով 19 փողոցների սուբվենցիոն ծրագիրը ներկայացվել, կառավարությունը հաստատել է այդ սուբվենցիոն ծրագիրը, ընդհանուր 2 միլիարդից ավել է, որ կառավարության մասնաբաժինը 1 միլիարդից ավել է։ Նախորդ տարվա 3.5 միլիարդի փոխարեն Գյումրու դոտացիան 4 միլիարդ դրամ է, նշեց մարզպետը հավելելով։ Միջոցառումները շարունակվում են մեծ թափով, հիմնանորոգվում է 25 դպրոց, որից 15-ը Գյումրիում։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։